Պարոն նախագահ, այստեղ երկու հետաքրքիր բան կա, մեկը ասում են, որ այդ ժամանակ, որ դուք Արցախից տեղափոխվել եք Հայաստան, Տիկին Ռիտան հրաժարվել է գալ Հայաստան։ Ճիշտ է։ Հա, այս հետաքրքիր է ինչի։ Ու մյուս հարցը էլի կապված է անձնական մասի հետ, էլի, այսինքն ձեր ծնողներն էլ էին Արցախում, իրանք տենց էլ էլի չեն եկել, չեն տեղափոխվել Հայաստան։ Խնդրեմ, ես կմեկնաբանեք։ Մեկնաբանելու տենց առանձնապես հարց չկա, իրոք Ռիտան կատեգորիկ դեմ էր, նույնիսկ ասում էր, որ գնաց ամուսնալուծվելու է։ Բայց ինքը բացատրում էր ինչու էլի, ասում էր, բա ոնց կլինի, հետո ինձ ինչ կասեն, ինչի է ամուսինդ թողել գնացել Երևան եւ այլն, բայց կարծում եմ վերջում ինչ որ չափով էսպես կիսը համոզեցի եւ խոստացա, որ երբ որ ռազմական գործողությունները դադարեն, անպայման իրանց հրավիրելու եմ Երևան։ Եվ այդպես էլ եղավ։ Երբ որ արդեն ես Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ նշանակվեցի, իրենց հրավիրեցի, որտեղ այդ աշխատանքը նաև բաներ էլի շատ ավելի նստակյաց էր, կաբինետային աշխատանք էր, էլ տենց անհրաժեշտություն չկար, օրերով, շաբաթներով, զորքերում լինել եւ այլն։ Դա որ թվականն է, դրեցեք, որ մարդիկ 95։ Այսինքն պատերազմը արդեն 1 տարի է մոտ ինչ ավարտվել է։ Այո։ Լուսահոգի Տիկին Ռիտան շարունակում էր դեռևս մնալ Արցախում։ Այո, որովհետև մի տեսակ բան էր էլի, նախ ինքը երբեք Հայաստանում չէր ապրել, ոչ էլ սովորել էր Հայաստանում։ Եվ իր համար առանց ինձ դժվար կլիներ։ Այսինքն սկզբից այն էր, որ ինքը մտածում էր ճիշտ չի ընկալվի դա եւ առասարակ ճիշտ չի բարոյական առումով, իսկ հետո արդեն կենցաղային մշտապես այնտեղ պետք կար գործողումներ գտնայի, որևէ խնդիր չկար, էլի։ Իմիջիալից հետո շատ արագ մերվեց հայաստանյան, երևանյան կյանքում։ Ձեր դուստրերի հետ էր ինքը այդտեղ փաստացի։ Այո։ Իսկ ծնողների ինչ վերաբերում է ծնողներիս, ապա իրենք կատեգորիկ դեմ էին։ Եվ առաջերտի մայրս էր դեմ։ Ասում էր, որ ճիշտ չի երկու պատճառով իմ տեղափոխվելը Երևան։ Ձեր տեղափոխվելուն էին դեմ, պարոն։ Իրանց տեղափոխվելը Երևան։ Մեկ որ մարդիկ ինչ կասեն ինքը գնացել է, հիմա ծնողներին էլ է տարել, այս եթե ստեղ անվտանգ է, բայց ինչի է ծնողներին տարել, տանում է լավ կյանքի, եւ երկրորդ միշտ է ասում էր ես ու հերդ տանջանքով տուն ենք կառուցել, ես իմ տունը թողնեմ, ուր գնամ, ինձ համար դա շատ համոզեցիչ էր, որտեվ այդ ռմբակոծումների ժամանակ մեր տնից մի վայրկյան չի բացակայել, Ռիտան երեխաները երբ որ արդեն հրետակոծություն էր կամ զգուշացում էր, որ հրետակոծություն ալնելու, գնում էին վերև Արկադի Ղուկասյանի շենքի նկուղ, այնտեղ էին մինչև մի քիչ հանդարտվի, հերս էլ էր գնում այդտեղ, մերս հրաժարվում էր, ասում էր չէ, ես եթե մեռնելու եմ, իմ կառուցած տանը պետք է մեռնեմ։ Էս էր պատճառը։ Նույնիսկ երբ որ մի շաբաթով, երկու շաբաթով նորս ասում էի արի Երևան եւ այլն, նոր նաեւ արդեն տարիքն առնում էր կամաց, հիվանդանոց եւ այլն, գալիս էր մի շաբաթ հետո ասում էր ես պետք է գնամ։ Ընդ որում 44 օրյա պատերազմից հետո է։ Ընթացքում եւ հետո փաստորեն։ Ես պետք է գնամ։ Հողին կպած, որ ասում են գնացել է։ Իսկ այդ մոտեցումն ու այդ վարքագիծը, պարոն նախագահ, ըստ ձեզ շատերի մոտ է այդ սերնդի, այսինքն սերնդի եւ այդ դաստիարակությունը, այդ ընկալումը ձևավորման հարցը։ Շատերի, ես պետք է ասեմ, որ դա
եզակի դեպք չէր, շատ շատերի մոտ էր։ Եվ Փարքաստո գոնե բնակչության թվականակի պակաս, ասինքն 94 թվականից մինչև 20 թիվը 21, մինչև 44 օրյա պատերազմ բնակչության նվազում չի եղել։ Չի եղել։ Այդ երբ որ խոսում են Ղարաբաղից բռնի տեղահանվածների մասին եւ այլը, մեկը ասում է 107,000, մեկը ասում է, չգիտեմ, 115,000, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ այդ թվերը վերաբերում են միայն ու միայն 44 օրյա պատերազմից հետո։ Այսինքն 23 թվականի մասին էր խոսքը, որ 23 թվականին այդքան մարդ է այնտեղից բռնագաղթել։ Շատ ակնհայտ, բայց միջև այդ 44 օրյա պատերազմից հետո Հադրութի տարբեր այլ բնակավայրերի ժողովուրդը, որ տեղափոխվել էին Հայաստան, դա հաշիվ չի։ Թե իհարկե հաշիվ է։ Ճիշտ թիվը 140,000-ն է։ Մենք էլ ենք դա օգտագործում։ Ես էս ինչի եմ հարցնում այս մոտեցմանը մասին, որտեվ վստահ եմ դուք տեսել եք եւ նաեւ վստահ եմ մեր ընկերները այն մարդիկ, ով մեզ հիմա դիտում են, հիշում են սրանց կեղտոտ քարոզչական նյութերը, հակարցախյան արցախատյացություն տարածող այդ նյութերը, որտեղ ֆեյքերով, երբեմն ցավոք նաեւ իրական մարդկանց դեմքերով գրում էին ու հայտարարում էին, թե իբր բախ ինչի թողեցին եկան Բաթոմանային, ապրեին, կռվեին եւ այսպես շարունակ։ Ես դրա համար էի այս անալոգիան ու այդ սրիկայության աստիճանը էլի այդ քարոզչության։ Վազգեն ջան։ Ինչ վերաբերում է կռվել չկռվելուն, հա։ Վերցնենք 44 օրյա պատերազմը։ Մենք ասում ենք 5000 հոգի, հա, մոտավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջև հիմա Տիվ չեն։ մեր զոհվածների ցուցակը չկա։ Իրենք ասում են պլյուս-մինուս 4000, ճիշտ է։ Հա։ Այդ պլյուս-մինուս 4000-ի մեջ 1000-ի մոտ արցախցիներ են զոհված։ Հիմա վերցրու Արցախի 140,000-ը, որից գրեթե 1000-ը զոհվել են, ու վերցրու 3 միլիոնանոց Հայաստանի մնացած 3000-ը։ Քանի անգամ ավելի շատ են զոհվել։ Քանի անգամ։ Նույնը վերաբերում առաջին Արցախյան պատերազմին։ Զոհվածների կեսը արցախցիներ էին։ Եվ դա ես չեմ ասում ինչ որ մեծ առավելություն է, բայց կռիվը հիմնականում այնտեղ էր։ Այլ ձև չէր կարող։ Ես դա ասել եմ դեռևս 2000-ականների թվականներին։ Ասել եմ, որ բա կռիվը այնտեղ էր, կռիվը լիներ, չգիտեմ, Տավուշում, այնտեղի բնակիչները ավելի շատ կտուժեին, գլներ Շիրակում, Շիրակի ժողովուրդը ավելի շատ կտուժեին։ Ակնհայտ է, բայց դա իրոք շանտողություն է, ասել չկռվեցիք։ Բա որ չկռվեցին, կարող է այդ մարդիկ ինքնասպան են եղել։ Դա էլ այդպիսի պայմաններում։ Նույնը կարելի է ասել նաև քարորյա պատերազմի մասին, որտեղ 75-ը դարձրեցին, չգիտեմ, 100 քանի եւ այլն, ինչ իրականությանը չի համապատասխանում։ Այնպես որ չկռվածները թող դրա մասին ընդհանրապես լռեն։ Պատս լավ խոսք ուներ, ասում են լալկվեն։ Թող լալկվեն արա։ Չկռված մարդիկ խոսում են կռվածների չկռվելու մասին։ Ամոթ է, չէ՞ վերջը։ Թեև ամոթը ցավոք սրտի շատերի մոտ դարել է անպետք մի բան, էլի։